Փաշինյանը գրեթե ամեն օր Facebook-ով ձեռքով սրտիկ է ցույց տալիս։ Դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով է լուրջ երկրի ղեկավարին նման բաներ անելը։ Ես առավոտներ նայեցի, որ ինքը արդեն սովորության համաձայն ամեն առավոտ արթնանալուց հետո մի հատ ժողովրդին բանը սրտիկ կա ուղարկում։ Դա ի՞նչ է նշանակում, որ արդեն իմանան, որ տես ինչ լավ մենք ղեկավար ունենք, որ նորից ընտրվի, չէ։ Սա լուրջ է երկրի ղեկավարի համար։ Ոչ իրանա ճիշտ համարը, ոչ է կիննա իրան ճիշտ համարը, չի կարելի։ Ես էլի եմ ասում, մենակ իրանց մասին են մտածում, ժողովրդի մասին դաժե մի տոկոս չի մտածում։ Չէ, ինձ չի գալիս, գիտես, ինչ քիչ թե դրամատուրգիան է, իր կարգավիճակի մարդու բան չի։ Դուք լուրջ եք համարում։ Նույնն է ես։ Ինչպես դուք եք համարում, նույնն է ես։ Լուրջ է երկրի ղեկավարի համար։ Դա լուրջ է, անլուրջ է։ Ինքը թույլ ղեկավար է, չգիտեմ։ Մեզ պետք է խիստ Վազգեն Սարգսյանի նման, Դեմիրճյանի նման, գրագետ, կիրթ, սրտացավ հայրենիքին նվիրված մարդ։ Շատ վատ չինիկա։ Լուրջ եք համարում։ Չէ։ Չինիկա, չէ։ Ամենևին։ Բոլորովին դա ճիշտ չի։ Կլինի Փաշինյանի կողմից, թե հարևանուհուս, թե ում ես այն սերնդի մարդ եմ, ես այդպիսի արտաքին էֆեկտները ինձ համար նշում, ավելի բացասական ազդեցություն են թողնում, քան թե դրական։ Ես կուզենայի, որ այդ սրտիկը իսկապես ուղարկեր այն ժամանակ, երբ որ հայ ժողովուրդը խնդիրներ չունենար, երբ որ յուրաքանչյուր ընտանիքում ծնված երեխա ու յուրաքանչյուր մեծահասակ սարսափով չքներ ու չմտածեր, որ խափում են մեզ դարձյալ, շրջափակում արած, քնած մարդուն կացնահատած մարդու հետ, ինչպես կարելի է ընդունել նրա բարեկամությունը։ Մեծերն ասում են, շան հետ բարեկամություն են անում, փայտը ձեռքից չեն գցում։ Սա պետք է յուրաքանչյուր հայ իր ականջին օղանի։ Ես դա չեմ ընդունում սրտիկները։ Ես չեմ հավատում, որովհետև իր հաղորդման ժամանակ ինքը ճիշտ աստվածաշունչա քարոզեմ, բայց սիրտա նկարեմ ու վերջը մեր սատանայի նշանն ա դնում, այսքանը հերիք ա իրան։ Սրտիկը դուք ձեզ վերագրում եք։ Իրա ոչ մի բանը չեմ վերագրում։ Ալիևին ա ուղարկում, մեկ էլ Աննային երևի, դե Աննան Չինաստանը, Հակոբյան Աննային ա երևի ուղարկում։ Այդ սրտիկները։ Երկրի ղեկավարի համար լուրջ է նման քայլը։ Ոչ, ես նրան իմ ղեկավար չեմ համարում։ Այդքան բան։ Փաշինյանի մասին էլ հարցեր չտակ ինձ, ես չեմ ուզում դրա անունը լսեմ։